Պարոն Բաբաջանյան, մի քիչ ժամանակային տարբերությունով է լինում, բայց ինչու որոշեցիք, որ գնաք Ամերիկա այնտեղ հիմնադրեք, երևի ինչ որ մի պայմաններն են օգնել, որ նաև այդ որոշմանը քաղաքական իրավիճակը։ Հա։ Քաղաքական իրավիճակը, ուրեմն 98 թվականին ընտրություններից հետո Կարեն Դեմիրճյանը որոշում է չվիճարկել ընտրությունների արդյունքները։ Ես ինտենսիվ ընտրություններից հետո շփվում եմ, գնում եմ Հայ Էլեկտրո, որի տնօրենն է Կարեն Դեմիրճյանը, մենք շփվում ենք։ Ուրեմն առաջարկվում է իշխանության ներսում որոշակի դերակատարություն ունենալ, օրինակ աշխատել նախագահի աշխատակազմում Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Դուք։ Ես։ Որպես մեկը, ով կրթություն հաստատել, ես Պետերբուրգում եմ սովորել քաղաքական դպրոցում։ Վիգեն Սարգսյան, Արմեն Գևորգյան, Թամարան, Կարենը, մենք բոլորս մի խումբ ենք, այտենց քաղաքական ջահելներ, հա։ Իրանք արդեն աշխատում էին։ Իրենք արդեն մտել էին, այո, Բաբկեն Արարքցյանի խորհրդականներ Վիգեն Սարգսյանը, Արմեն Գևորգյանը ինչ որ միտեղ էր։ Սենց եւ ես հանդիպում եմ այդ ժամանակ Քոչարյանի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականին Վահան Հովհաննիսյանին, Դաշնակցությունը արդեն իշխանության մաս էր։ Եվ Վահան Հովհաննիսյանն ինձ գործարք առաջարկում, ասում է, որ երբ որ քեզ հարցնեն, բայց ո՞նց ես Կարեն Դեմիրճյանի մոտից, էսի դեպ առաջի անգամ եմ պատմում, բայց ո՞նց ես Կարեն Դեմիրճյանից իր աջակիցն ես եղել, եկել ես Քոչարյանի մոտ, ու ասես, որ դու այնտեղ ոչ թե գաղափարական բանով ես եղել, այլ քեզ ուղղակի վարձել են, ասում, բայց տենց չի եղել։ Ես գաղափարապես եղել եմ Քոչարյանի հակադիր ճամբարում։ Իդեպ ես ելույթ եմ ունեցել օպերայում ի պաշտպանություն Կարեն Դեմիրճյանի եւ ասել եմ, որ մենք երկու հերոսներ ունենք մեր առաջ։ Մեկը պատերազմի հերոս է, մյուսը խաղաղության։ Եվ մենք երիտասարդներս ընտրում ենք խաղաղության հերոսին, նկատի ունենալով Կարեն Դեմիրճյանին։ Եվ ասում եմ, չէ, այդպես չի լինի։ Պետք է ասես, որ դու այնտեղ փողով քեզ վարձել են, ասում, բայց բան չի եղել։ Ես գնում եմ Արմեն Խաչատրյանի հետ եմ հանդիպում, որը հետո դառնում ազգային ժողովի նախագահ է։ Հոկտեմբեր 27-ին դե հիշում եք։ Ինքը շտաբի պետն էր Կարեն Դեմիրճյանի գլխավոր շտաբի, գնում ենք Սերոփիչի մոտ, Սերոփիչին ասում եմ, sense գործարք են առաջարկում, ասում է, արդեն դու պիտի որոշես։ Իսկ Սերոփիչը կողմ էր, որ ես գնամ աշխատանքի անցնեմ, որովհետև ասում էր, մենք վաղը գալիս ենք իշխանության, մեզ ներսում մարդիկ են պետք։ Ու ես ասում եմ, պարոն Սերոփիչ, ես իմ որոշումը կայացրել եմ, ես չեմ գնում, այդ աշխատանքը չեմ վերցնում, որովհետև ես չեմ կարող իմ ձեզ հետ անցկացրած շրջանը որպես վարձու աշխատող ներկայացնել։ Հիասթափվում եք արդեն այդ մարդը։ Ինձ պայման է դրվում, մաման նախագահականում էր աշխատում եւ նախագահ ինձ ասում է, որ խնդիր ունես։ Զգուշացնում են, որ ավելի լավ է թող գնա Հայաստանից։ Եվ ես որոշում եմ առժամանակ գնալ Կարեն Դեմիրճյանի հետ պայմանավորվում ենք, որ խորհրդարանական ընտրություններին պիտի ես վերադառնամ եւ պիտի միասին մասնակցենք, ասում է ես քեզ իմաց կտամ։ Ես չեմ կարող միևնույն առաջադրվել, որ 21 տարեկան եմ։ Իսկ 21 տարեկանում եմ գնացել։ Ու իրար հետ կապ ունենք։ Ինքը ինձ ասում է, ես քեզ պահին կասեմ, որ գաս։ Անդադ բանի մեջ ենք, ուրախանում եմ, որ արդեն 99 թվականի խորհրդարանական ընտրություններին Կարեն Դեմիրճյանը գալիս է իշխանության եւ սպասում եմ, որ ինձ պետքա կանչեն։ Ու տեղի ունենում են ինչ որ տեղի։